Դատվարժան դատարանց դատավորության հարգելի մասնակիցներ։ Որպես ներառյալի պատասխանատվություն ներմասնող ծանրացնող հանրամասներ ցույց գործող ակտը չէ։ Որպես ներառյալ աշխատանքի անձնի տակրով տվյալ գործի քննության ընթացքում պաշտոն եւ դիտվում է նրա կողմից նախկինում դատապարտված չլինելը։ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 55-րդ մասով սահմանված են պատժի նպատակները։ Սոցիալական արտահայտման վերականգնումը, պատժի ենթարկված անձի վերասոցիալացումը եւ հանցագործությունների կանխումը։ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 69-րդ առաջին մասով սահմանված է հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ։ Նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով պատժի տեսակը եւ չափը որոշվում է հանցագործության պատճառված վնասի բնույթով եւ չափով, հանցագործության եղանակով, տեղով, ժամանակով, շարժառիթներով եւ նպատակներով, դիտավորության կամ անզուգության տեսակով, պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող եւ ծանրացնող հանգամանքներով։ Քննարկվող դեպքում ներառյալը ներսագրում է դիտավորության սահմանադրական կարգի եւ պետության անվտանգության դեմ ուղղված միջին ծանրության հանցագործության կատարումը։ Ելնելով վերաշարադրվածից պատժի նպատակներն ապահովելու արդարացի նկատառումներից ելնելով միջնորդում են մեղադրյալ Գևորգ Միքայել Արփաշեսի աշխատանքի նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի 6 ամիս ժամկետով հաշվարկելով մեղադրյալի կողմից փաստացի արգելանքի տակ դեպքի ժամանակահատվածը։ Հանցագործության պատճառված գույքային վնասը առկա չէ, գույքային հայց չի ներկայացվել, բռնագրավման ենթակա եւ արգելանքի տակ դեպքով գույք առկա չէ։ Գրավոր ապացույցները միջնորդում են թողնել դրական գործի նյութերում, իրական ապացույցները առկա չեն, իրարված հաղթամիջոցը թողնել ամփոփով, մինչև դատավորչի օրինական ուժի մեջ մտնելը, իսկ վարակային ծախսել առկա չէ։ Շնորհակալություն։